կեցցե ժողովրդավարությունը, կեցցե երկխոսությունը, կեցցե խաղաղությունը։ Կեցցեների այս անհակ պոռթկումից հետո թվում է Փաշինյանը ծոցագրպանից կհանի եռագույն բանտիկով մուրճը ու կթափահարի եվրոպացիներին համոզելու, որ ինքը բացառիկ գրքով է պաշտպանում ժողովրդավարությունը։ Ժողովրդավարությունը հենց ժողովրդավարությունն էր։ Մուրճը չկա, այն քաղաքական ընդդիմախոսների գլխին թափահարելու համար է, ոչ թե ԵԽԽՎ նստաշրջանի մասնակիցների։ Եվրապատգամավորները, որոնց նույնպես լուրեր են հասնում Հայաստանում քաղբանտարկյալների գոյության մասին, Փաշինյանից հիմա լսում են ժողովրդավարությունը Հայաստանում վստահելի ձեռքերում է։ Որպես աննախադեպ ժողովրդավարության ապացույց Փաշինյանը եվրոպացիներին ներկայացնում է ընդդիմության հաղթանակը ՏԻՄ ընտրություններում, բայց մոռանում է ասել, թե ընդդիմադիր քանի համայնքապետ է ընտրական հաղթանակից հետո դատական քաշքշուկի մեջ ընկել ու զրկվել պաշտոնից։ ՏԻՄ որևէ ընտրությունների արդյունքների հետ կապված բողոքի ակցիաներ չեն եղել։ Մի շարք համայնքներում հաղթել են ընդդիմադիր կուսակցություններ։ ԵԽԽՎ-ում Փաշինյանը նաև հպարտանում է, որ կանայք են ղեկավարում դատախազությունը, ներքին գործերի նախարարությունը, արտաքին հետախուզությունը։ Եվ ոչինչ, որ այդ գեղեցկության ֆոնին Հայաստանում քրեածին իրավիճակն ավելի է սրվում։ Կին նախարարների թիվը կառավարությունում երբեք այնքան շատ չի եղել, որքան այսօր։ Ժողովրդավար Փաշինյանը Ստրասբուրգից դիմում է Եվրոպայի ժողովրդավարական այս ակումբից ԵԽԽՎ-ից վտարված Ադրբեջանի նախագահին։ Ադրբեջանի գործընկերներից ակնկալում են, որ նրանք ցույց տան, քարտեզի վրա ցույց տան, թե որտեղ նկատի ունեն, որ հատվածն են անվանում Զանգեզուրի միջանցք։ Եթե դա որևէ կերպ վերաբերվում է Հայաստանի ինքնիշխան տարածքին, կներեք, որևէ մեկը Հայաստանի Հանրապետության տարածքում անուններ որոշելու իրավունք ունի միայն Հայաստանի Հանրապետությունը։ Միջանցք բառից Փաշինյանի այս ալերգիկ ռեակցիան սրվում է եւ նա տեղից վեր է թռչում բրիտանացի падգամավորի մի հարցից, որտեղ նա օգտագործում է Զանգեզուրի միջանցք արտահայտությունը։ Մինչդեռ 2.5 ամիս առաջ նա համոզում էր, միջանցքից պետք չէ ալերգիա ունենալ, որ միջազգային գործընկերները վեր են թռչում, երբ մենք վեր ենք թռչում միջանցք բառը լսելիս։ Գործընկերները, երբ որ իրանք ասում են միջանցք, մենք սենց մի քիչ վեր ենք թռնում, իրանք էլ իրանք հերթին են վեր թռնում, ասում են, բայց ինչ ասեցինք։ Ընդհակառակը ամբողջ աշխարհը բոլոր տեղերում փնտրում է միջանցք եւ այլն եւ այլն։ Ամբողջ աշխարհը կարծես վեր է թռչում նաև այն փաստից, որ միջազգային կարևոր ամբիոնից իր ելույթում Հայաստանի ղեկավարը բառ չի ասում էթնիկ զտման սպառնալիքի տակ իրենց հազարամյա բնորանը լքած հայերի, արցախցիների վերադարձի իրավունքի մասին։ Փախստականների վերադարձի թեման խաղաղության գործընթացի համար վտանգավոր է, բացատրում է Փաշինյանը, պատասխանելով եվրապատգամավորների հարցերին։ Մեր ընկալումը այն է, որ մեր եւ միջազգային հանրության աջակցությամբ Ղարաբաղի փախստական մեր հայրենակիցները պետք է տնավորվեն Հայաստանի Հանրապետությունում։ Կարնե Մանգասարյան, Նորայր Հակոբյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։